Ռազմարվեստի հիմնական նպատակը ճիշտ պահին, ճիշտ տեղում անհրաժեշտ ուժերի գերակայության ապահովումն է եւ այդ ուժերով առաջադրված խնդիրների կատարումը, ինչպես կենտրոնացնելով, այնպես էլ ապակենտրոնացնելով այդ ուժերը, կախված իրավիճակից։ Ըստ էության, հենց այս հիմքի վրա էլ կարելի է սահմանել ռազմարվեստ հասկացությունը։ Արդի ռազմարվեստը մշակել է բազմաթիվ միջոցներ, որոնց շարքում անշուշտ իրենց ծանրակշիռ տեղ ունեն անօդաչու թռչող սարքերը։ Հենց այս հեռակառավարվող զինվորների մասին է մեր այսօրվա զրույցը։ Առանց սխալվելու իրավունքի եւ անձգամեխանիզմ, որը մարտական խնդիր է կատարում հակառակորդի խորհրդի կունքում, դիտորդ, որի թռիչքով պարբերաբար տեղեկացնում է թշնամու շարժի մասին, իր սուր աչքով նկատելով վտանգը եւ այն խոցելով, հենց հակառակորդի տարածքում, կամ այլ կերպ ասած, անօդաչու թռչող սարք։ 21-րդ դարի պատերազմի այս առաջամարտիկները իրենց ամուր տեղն են գրավել ռազմադաշտում, կատարելով բազմազան մարտական խնդիրներ, բազմիցս ապացուցելով իրենց անհրաժեշտությունը եւ անփոխարինելիությունը։ Հրետանու կրակի սպասարկում, յուրային զորքերի գործողությունների դիտարկում, հարվածներ հակառակորդի նշանակետերին եւ զորքերին, ինչպես նաեւ մարտի ապահովման խնդիրների կատարում։ Սրանք այն խնդիրներից են, որոնք ամեն անգամ երկինք բարձրանալիս լուծում է անօդաչու թռչող սարքը։ Մարտական միավոր, որը ապահովում է ամենակարևորը, այն է մարդկային կորուստներից խուսափումը։ Այս մեխանիկական հետախույզներն այժմ իրենց արժանի տեղն են գրավում մեծ բանակների զինանոցում։ Հայկական զինանոցում հիմնականում սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր են։ Խոսքը կռունկ սերնդի եւ բազե անօդաչուների մասին է։ Անօդաչու թռչող սարքը կարող է մինչև 15 կիլոգրամ ծանրությամբ բեռ կրել։ Միջին արագությունը 110 կմ/ժ է, առավելագույն արագությունը 140։ Հայկական արտադրության մյուս անօդաչուն բազեն է։ Փոքր անօդաչու թռչող սարքերի դասին է պատկանում։ Սարքի միջին արագությունը 80 կմ/ժ է, առավելագույն արագությունը 100 կմ/ժ։ Անօդաչուն կարող է մոտ 1 ժամ օդում լինել։ 24 տանկ, տոս մեկահրանետ, հետևակի մարտական մեքենա, 6 զրահապատ մեքենա, ինժեներական սարքավորում, գրադ հրթիռահրետանային կայան, 2 ուղղաթիռ եւ 12 անօդաչու թռչող սարք, մարդկային հարյուրավոր կորուստներ։ Սա էր այն գինը, որ հակառակորդը վճարեց ապրիլյան պատերազմի համար։ Պատերազմ, որի ընթացքում հակառակորդը օգտագործեց բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր։ Ինչ խնդիրներ են դրանք լուծում եւ ինչ դեր ունեցան ապրիլյան պատերազմի ընթացքում։ Հարոպ, Հերոն, Էլբիտ Հերմես, Օրբիտեր։ Սրանք անօդաչու թռչող սարքերի այն մոդելներն են, որոնք առկա են հակառակորդի զինանոցում։ Ծախսելով հսկայական գումար հակառակորդը լիահույս էր, որ դրանք կդառնան քարորիա պատերազմի իր հաղթանակի հիմնաքարերից մեկը, եւ կայծակնային պատերազմը թույլ կտար իրեն հասնել գերակայության։ Իրականում, սակայն, պատկերն այլ էր։ Ադրբեջանը ստացավ միայն տապալված բլիցկրիգ եւ թանկարժեք ռազմական տեխնիկայի ջարդոններ։ Ամեն ինչի մեջ համար մեկ տեղը դա մարդկային գործոնն է։ Եթե բերենք հիմա ամենա, գիտեք, գերզարգացած տեխնիկան, բայց եթե դու չունես համապատասխան պատրաստված մասնագետներ, եթե դու չունես համապատասխան ուրեմն գործին տիրապետող մասնագետներ, ապա այդ նույն տեխնիկան դա ընդհանրապես մետաղի ջարդոնի կվերածվի։ Սա է խնդիրը։ Կամայական ազդեցությունը միշտ բերում է հավասար եւ հակադիր հակազդմամիջոցների մշակմանը։ Այսպես, անօդաչու թռչող սարքերի զարգացումը եւ լայն տարածում պատճառ դարձավ դրանց դեմ պայքարի ձևերի եւ միջոցների ի հայտ գալուն։ Այժմ կփորձենք պարզել, թե որոնք են հայաստանյան եւ արտասահմանյան մեխանիզմները անօդաչուների դեմ մարտ վարելու համար, ինչ հմտություններ եւ խորամանկություններ կան այդ գործում եւ առհասարակ ովքեր են նրանք անօդաչու թռչող սարքեր որսացողները։ Անօդաչու թռչող սարքի հայտնաբերումը կարելի է նմանեցնել մանկական խաղի հետ, որտեղ մի կողմը փորձում է թաքնվել, իսկ մյուսը գտնել եւ հաղթող դուրս գալ։ Այսպես նոր սերնդի ԱԹՍ-ները կառուցում են հատուկ զուլվածքներից, դրանք քիչ քանակով ջերմություն են արձակում, իսկ շարժիչները գրեթե անձայն են։ Այս պայմաններում հակադիր կողմը ստիպված է եռապատկել ուժերը, դրանց հայտնաբերելու համար։ Ինչպես կամայական նյութական օբյեկտ, անօդաչու թռչող սարքը նույնպես զուրկ չէ իրեն ապակողարկող տարրերից, որոնք դիտարկման համար նրան դարձնում են առավել նկատելի, այլ կերպ ասած հակառակորդի կողմից ավելի խոցելի։ Եվ այսպես, անօդաչու թռչող սարքը նկատված է, որն է հաջորդ քայլը։ Անօդաչուին գրեթե ոչնչացնել հնարավոր է խախտելով նրա ներքին ցուցիչների աշխատանքը, խցանելով կապուղին, ղեկավարման, ինֆորմացիայի փոխանցման եւ GPS հաճախականությունները, դարձնելով նրանք քույր եւ անօգնական։
Այսպիսով հակառակորդը նկատված է, ընտրված է խոցման միջոցը, եւս մի վայրկյան եւ ռադարներում թարթող այս կետը կվերածվի այրվող երկաթե ջարդոնի։ Իտալացի ռազմական տեսաբան Ջուլիո Դուենի տեսության հիմնական դրույթը հետևյալն էր. հակառակորդի կենսական նշանակություն ունեցող օբյեկտների խոցմամբ հնարավոր է ազդել ամբողջ բանակի, պետության ու ազգի հոգեբանության վրա, նույնիսկ երբեմն առանց կոնֆլիկտի, առճակատման զինված ուժերի հետ։ Այսինքն հնարավոր էր նրան հաղթել առանց ցամաքային հյուծիչ գործողությունների։ Այս բանաձևը հիմնված էր պարզ դատողության վրա, որ պատերազմի ժամանակ սեփական գործողություններով հնարավոր է ազդել հակառակորդի վարքի վրա, անվանվելով ավելի քան զուտ մարտավարություն, այն էտալոն է ռազմավարության եւ Դուենի տեսությունը արդիական է այժմ 21-րդ դարում, երբ անօդաչու թռչող սարքերի պլանավորված գործողությունները կարող են բերել մարտի ավարտին առանց մեկ կրակոցի։